Քաղաքականությամբ զբաղվելը Հայաստանում գնալով դառնում է ամոթալի գործունեության տեսակ։ Տպավորություն է նույնիսկ, որ քաղաքական մարդիկ ամաչում են ասել, որ զբաղվում են քաղաքականությամբ, որպեսզի չհայտնվեն նպատակաուղղված գրոհների, սպառնալիքների տակ։ Շատ որոշակի շրջանակներ տարիներով նպատակաուղղված ցեխ են շպրտել քաղաքականությամբ զբաղվող ազնիվ անհատների վրա, մարդկանց համոզելով, թե բոլոր քաղաքական գործիչներն էլ նույնն են, մեկ են։ Այդ դեպքում ինչ է սովորաբար տեղի ունենում։ Ազնիվ մարդիկ հետ են քաշվում, դաշտը թողնում են նրանց, ում համար քաղաքականությամբ զբաղվելը ոչ թե պատվի, արժանապատվության առաքելություն է, այլ սովորական կերակրադաշտ։ Մեր հասարակության մեծ մասը առհասարակ չի վստահում կուսակցություններին, հոգնել է քաղաքականությունից, ու դա ամենահարմար ժամանակահատվածն է մարդկանց տրոհելու, նրանց մեջ կասկածներ մտցնելու, նրանց մտքերը սադրելու համար։ Հիբրիդային գրոհների նպատակը միայն պատերազմում հաղթելը չէ, այլ այն, որ մարդը ներսից չհավատա իր պետությանը, չհարգի իր իսկ ընտրությունը ու քաղաքականությունը ակամա թողնի պարազիտներին։ Իմաստությունն ասում է, երբ արժանապատիվ մարդիկ ամաչում են քաղաքականությունից, ամոթնիկն է դառնում իշխանություն։ Եթե ուզում ենք որակյալ քաղաքականություն, պետք է փոխենք վերաբերմունքը, քաղաքականությունը դարձնենք պատվի գործ։ Քաղաքականություն պիտի գնան նրանք, ովքեր իրենց կյանքում արժեք են ստեղծել, կրթությամբ, աշխատանքով, ծառայությամբ, արդյունքով։ Քաղաքականությունը հայհոյանքով չի բուժվում, քաղաքականությունը բուժվում է այն պահին, երբ հասարակությունը հավաքականորեն ասում է՝ սա իմ պետության գործն է ու ես այն արժանապատվորեն պետք է կատարեմ։